Բայց եթե մարդը ամուսնացած չի, ինչ էլ անի, դա մեղք արնելու։ Չներել, վրեժ լուծել, դա որևէ տեղ դա դրական չի կարա լինի։ Գիրքը դա մեղք է, այստեղ ընկնում է արդեն կասկածը։ Ես լեզվաբան չեմ, մարդը պետքա բավարարվի իր ընտանիքում, այլ ոչ թե Աստծո զորությամբ ինքը ազատվի էլ, այդ մխրճված մեղքերը իրան հետապնդելու են։ Չգիտեմ, չներելուն ասում են չներելու դև կամ չգիտեմ, նման բաները դա որևէ տեղ չունի, դա մեղք է ուղղակի։ Բարև ձեզ բարեկամներ, կրկին մեր եթերում հարցեր հաղորդաշարն է։ Այսօր մենք ընտրել ենք թեմա գիրք եւ ցանկասիրություն։ Ով Արտուրի հետ խոսենք այս մասին, ով Արտուր ողջունում ենք։ Այսօր խոսենք այս թեմայով, շատ կարևոր թեմա է քրիստոնյայի կյանքում։ Ու սկսենք մեր հաղորդումը առաջին հարցով, ինչ է գիրքը։ Դա ուժգին ցանկություն է, թե անկառավարելի ցանկություն։ Միգուցե նախքան պատասխանելը ես մի երկու բաներ ասեմ Աստվածաշնչից, որ ավելի պարզվի։ Մոտ 35 եւ ավել տեղեր նոր կտականում օգտագործում է հունարեն էպիթումիա բառը։ Միգուցե ես այդքան լավ չարտասանեցի, բայց հունարեն նույն բառն է օգտագործվում, որը որ թարգմանվում է ցանկանալ, որը որ տարբեր կոնտեքստներում է, ասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ ցանկացավ որոշ բաներ, մեր մարմինն էլ է ցանկանում որոշ բաներ, կամ գիրքը կամ իմ թարգմանության մեջ Աստվածաշնչի հայրեն գիրքը մի տեղ է թարգմանված։ Միգուցե որոշ թարգմանությունները մի քանի տեղեր թարգմանված են։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ ավելի լավ է մենք իմանանք Աստվածաշնչում ինչ բառ է օգտագործվում, որ այդ բառը ինքը տեղով նեյտրալ բառ է։ Էլ եմ կրկնում, ցանկությունը նաև այն տեղերը, որտեղ լավ ցանկություն է, ցանկությունը նաև այն տեղերը, որտեղ վատ ցանկություն, մարմնի ցանկություն։ Սա առաջինը, երկրորդը ես կուզեի ասեի, որ հայերենում մենք չունենք միս հասկացողությունը։ Մենք ամեն կոնտեքստում թարգմանված է մարմնի, մարմին բառն է թարգմանած, ինչը որ համարյա բոլոր լեզուներով որ ես կարդում եմ ու նաև օրիգինալում երկու հասկացողություն է տալի՝ մարմին եւ միս։ Եթե կարելի է հայերենում միս ասել։ Ռուսերենում, նիդերլանդերենում, անգլերենում եւ այլն բոլոր լեզուներով այդ երկու հասկացողությունն է տալիս ու շատ դեպքերում վատ իմաստով տալիս է հենց այդ մսի կամ միս ասացի, հա։ Չգիտեմ հայերենով ոնց ասեմ, այդ ըտրացանկությունը։ Հիմա գամ հարցին։ Այո, գիրքը դա ուժգին ցանկություն է, որ հայերենով մենք ոնց պատկերացնում ենք այդ բառը, համարյա անկառավարելի, բայց ամեն դեպքում մենք չենք կարող ասենք, որ գիրքը դա նեգատիվ է։ Միգուցե այդ ձևի երանգ է տալիս մեր հասկացողության մեջ, որ ասում ենք գիրք նկատի ունենք անկառավարելի խելագար ձևով մարդը մի հատ ինչ-որ ցանկություն ունի։ Այսինքն գիրքը ավելի խորը, ավելի անկառավարելի նույն ցանկությունն է։ Բայց միգուցե դա կարող լինի նաև լավ իմաստով։ Մարդը խելագարված Աստծուն է ծառայում կամ կրքոտ Աստծուն է ծառայում, միգուցե։ Այսինքն միտքը, որ գիրքը դա մեղք է, այստեղ ընկնում է արդեն կասկածը։ Ես լեզվաբան չեմ, բայց ինչքան ես ամենայն դեպս Աստվածաշնչի օրիգինալ բառը նեյտրալ է գրած։ Չկա տարբեր բառեր, կա մի բառ, ինչքան ես եմ հասկանում, էպիթումիա բառն է ու չեն կարող ասենք, որ դա նեգատիվ է միայն։ Ոչ, իհարկե ոչ։ Դրա համար բայց հենց թեկուզ հենց հայերենում էլ մենք գիրք բառը, չգիտեմ ինչքանով մենք կարանք ասենք դա միայն նեգատիվ է։ Էլ եմ ասում ես մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այդ ձևը։ Լավ, գիրքը ավելի շատ արտաքին գայթակղություն է, թե դա ներքին վիճակ է մարդու։ Դա զգացմունք է, դա վիճակ է մարդու մոտ,
խորը ինչ որ բանի ցանկություն, շատ խորը։ Ասեցի անկառավարելի կամ շատ դժվար կառավարվող, ասենց ասեմ։ Այդպիսի ցանկություն է։ Երևի այսքանը։ Իսկ որն է ինչն է հանդիսանում պատճառ, որ մարդը ասենց ասած ընկնում է անց այդ կրքի մեջ, այդ Սիրահարվելը, եթե լավ իմաստով ենք ասում, նույնիսկ կարող է վատ իմաստով։ Կամ գայթակղվելն էլ կարա լինի։ Այսինքն դա այդ մսի ցանկությունն է, այդ մեր մարմնի, բայց մարմին նկատի ունենք այդ չգիտեմ այդ բառը ոնց ասեմ, որովհետև չկա դες բառը ասացաշնչում։ Չի օգտագործվում դες բառ, դրա համար մեր ականջին էդի բան կլինի։ Այդ գիրքը, այդ ցանկությունը, խորը, դա իհարկե նեգատիվ է, դա իհարկե էդի համ ցանկություն է, համ վիճակ է, համ նույնիսկ անկառավարելի։ Կարելի է ասել, եթե մարդը ունի այդ կրքի այդ վիճակը, այսինքն ինչ որ մի երևույթ իր մոտ աստվածության աստիճան է հասնում։ Միգուցե։ Բայց կարա միշտ չէ, որ այդ ձև լինի, որ ասենք մարդը օրինակ եմ ասում, ասենք մի ինչ-որ գիրք ունի, մի ինչ-որ ցանկություն ունի, որ ամեն գնով ուզում է դրան հասնի, նույնիսկ նեգատիվ ենթադրենք։ Պարտադիր չի ինքը դա Աստծուն հավասար սարքի։ Սա ուղղակի այդ մարմնի այն ցանկությունն է, որ մարդուն մղում է դեպի դրան։ Մղում է դեպի ամեն ինչ թողի դրանով զբաղվի։ Ինչպես են մեր մտքերն ու սովորությունները ազդում մեր ցանկությունների վրա։ Ուղղակի ձևով, որտեվ մենք գիտենք մեր մարտի դաշտը մեր մտքերն է, որտեղ որ սատանան էլ է մտքեր բերում, Աստծուց ենք միտք ստանում, ունենք մեր մտքերը, ուրիշից ենք լսում ինչ որ մեր մտերիմի կամ ում հետ ենք զրուցում, ել չեմ ասում ինտերնետ, ել չեմ ասում հեռուստատեսություն եւ այլն, մտքերի այդ թոյի բոյի մեջ, այդ մարտի մեջ վերջիվերջով ձևավորում է կարծիք, որը որ անմիջապես ազդում է մեր անել կամ չանելուն կամ մեր քիրքին կամ ցանկության կամ որոշումներին եւ այլն։ Այսինքն մեր ունեցած մտքերը կամ սովորույթների մասին չասացինք, կարա ցանկությունը մեր մեջ դարձնի կիրք։ Սովորությունը մի քիչ ուրիշ բան է։ Սովորությունը այն բանն է, որ մեր մեջ արդեն ռեգուլյար դա արվում է։ Դա սովորական, այդ մեր սովորությունն է, լավ թե վատ։ Հիմա միտքը դեռ դա սրտի եղածը չի։ Միտք է եկել կամ մտքով սենց ես մտածում, բայց հələ չես ընդունել որոշում եւ այլն, բայց սովորությունը նա է, որ դու սովորականի համաձայն ամեն անգամ անում ես դու։ Ու իհարկե դա էլ կարա լինի, հաստատ։ Դա էլ կարա բերի ցանկությունների տարբեր, հաստատ։ Կարող ենք դրանք ուղղորդել դեպի սրբություն, մեր ցանկությունները, մեր այդ իհարկե գիրքը, դա ասենք մարդը կրքոտ մարդ է, այսինքն ինքը շատ շուտ բռնկվող ու էմոցիաներով լի ու այս ապրումներով ավելի, քան թե ասենք մեկ ուրիշը, որ շատ ավելի սառն է, շատ ավելի նեյտրալ է իրան պահում։ Այ եթե մարդը այդ բնավորության տերն է, ինչպես դա ուղղորդի դեպի բարին, դեպի դրականը։ Այո, այսինքն մարդը եթե շատ նկատի ունես էմոցիոնալ է, շատ ասենք զգացմունքային է, կրքոտ, հա, կամ եթե տես կարելի ասել, որովհետև չգիտեմ ինչքան հաճախ է, որ կրքոտ մարդը կարա լինի իմպուլսիվ, չգիտեմ էդի, բայց այո, ինչքան ես եմ հասկանում, դա նեյտրալ բան է,
որ մարդը իր գիրքը, իր ցանկությունը կարա ուղի Աստծո կամքի մեջ։ Ու այդտեղ նվիրված, այդտեղ խելագարի պես ծառայի։ Հա։ Մեզ շատ անգամ են ասում, որ դուք ոնց որ խելագար եք, ուրիշ բառեր են ասում, չեմ ուզում ասեմ։ Հա։ Հակոբոսի առաջին գլխի 14-րդ տեղում գրված է հետևյալ բառերը. բայց ամեն մեկը փորձում է բուն իր ցանկությունից հրապուրված եւ խաբված։ Ինչու է առաքյալը մարդկային ցանկությունը անվանում խաբուսիկ։ Որովհետեւ մարդու մարմինը այն պահանջները, որ մարդու մարմինը մարդու առաջ է դնում, օրինակ սոված է։ Օրինակ, հələ ես սովորական բան եմ ասում, նեյտրալ բան եմ ասում։ Օրինակ, մարդը ամուսնացած չի, սեռական կիրք ունի, սեռական հակում ունի։ Եթե մարդը ժուժկալություն չունենա, այդ կիրքը իրան հունից անելու է, մեղքի է տանելու։ Ամենայն հավանականությամբ հենց դա նկատի ունի, որ մարդկային ցանկությունները նենց չի, որ բոլորը լավ են։ Այսինքն մարդկային ցանկությունների մեջ կան շատ, այսինքն բնական բաներ է դա նենց չի, որ մարդը արհեստականորեն ինչ-որ բաներ է ուզում։ Մարդու միսը կամ այս մարմինը հենց այն ինչ որ ուզում է, դա ինչ որտեղ մենք ասում ենք, նույնիսկ ասում եմ բնական է, բայց դա Ադամի ժառանգած մեղքերն են։ Անես չի որ մարդը այդպես է ստեղծվել, իհարկե ոչ, բայց քանի որ տենց ժառանգորդ ենք մենք, այդպես բան ենք ժառանգել, ունենք մեր մեջ, դա ոնց որ տենց բնականորեն ձևով ի հայտ է գալի։ Արդեն մարդը ինքը պետքա ժուժկալություն, համբերատարություն, մի հատ պարզաբանի դա ուր է իրան տանելու։ Եթե սոված է, իհարկե պետքա հաց ուտի, բայց օրինակ եմ ասում, եթե ծոմապահության մեջ է, մարմինը սոված է, սովածություն զգալու է ինքը, ուզելու է, բայց ամեն ուզած չի, որ մենք պետքա միանգամից կատարենք։ Այսինքն մենք ավտոմատ կատարածու չենք մեր մարմնի ցանկություններին, այլ մենք պետքա կառավարենք, մենք նկատի ունեմ մեր ուղեղով, մեր հասկացողությամբ, մեր սրտով, մենք պետքա կառավարենք, սիրտ նկատի ունեմ ներքին մեր զգացմունք, ներքին մարդով, որոշումով մենք պետքա կառավարվենք, այլ ոչ թե այս մսի ցանկությունները, եթե դες կարելի ասել։ Իսկ կարող է այս պահը ասենք սենց բացատրենք, այն երբեմն լնումա չէ մարդու մեջ ասենք միացենց այդ ուժգին ցանկության բան, որ սա ինձ այս պահին հիմա պետք է։ Ես ամեն գնով պետք է հիմա էսի ստանամ եւ ու այդ վիճակն է, որ մարդուն կարա տանի շատ հեռու Աստծուց մեղքերի մեջ։ Դե ամեն մարմնի կամ այդ մսի ցանկություն տենց հալնում։ Օրինակ, մարդուն ջղայնացրել են, հունից ընկի հելելա, այդ ժամանակ հունից հելած մարդը ինչ է ուզում անի, ոչ չի ուզում լռի։ Նա ուզում է գոռա, նա ուզում է անպատվի, նա ուզում է պատասխան տա, նա ուզում է տեղը դնի, նա ուզում է նման բաներ ուզում անի։ Այստեղ է մարդը պետքա կարողանա, ասած սանձը հետ քաշի, կարանա իրան կառավարի։ Ու համի եթե դրականին գամ, եթե ցանկությունները գիրքը այդ շատ ուժեղ որ ուզում է Աստծուն ծառայությանը լինի, ինքը հասկանում է որ դա ճիշտ է, ինչքան էլ կողից ասում են հո դու ֆանատ չես, հո դու չես գժվել, խելքը թրծրել եւ այլն, հո դու հիմար չես, քեզ խաբել են, էս են արել, մարդը տեղ պիտի հասկանա որ այո, կանաչ լույսա, ես ամբողջովին եմ տրվում Աստծուն։ Էլ չեմ լսում դες ազդակներին։ Այ այդ անել կամ չանել, դա մարդը պետքա կառավարի։ Բայց ասենք են էլ որ ասենք ոչ բոլոր ցանկություններն է որ մարդու մեջ գալիս է, դրանք մեղավոր ցանկություններ են, էլի։ Ես ասացի, օրինակ սովածությունը, չես կարող ասես դա մեղավոր ցանկություն է։ Ջուր խմելը, քնելը, հանգստանալը, նման բաները, դա նորմալ, բայց իհարկե ուտելը, խմելը, հանգստանալը չափի մեջ։ Դե ի նկատի ունենք։ ամեն ինչն է չափի մեջ, բայց շփվելը, մարդը շատ ցանկություններ ունի, կամ շատ կարիքներ ունի։ Մարդը սոցիալ ստեղծված էակ է, նա չի կարա չշփվի, նա չի կարա չհաղորդակցվի,
նա պետքա խոսա, նա պետքա լսի, նա այդ ամեն ինչի կարիք ունի ինքը։ Էլ չեմ ասում փաղաքշանքի էս, բայց ամեն ինչ պետքա իր չափի մեջ ու թույլատրված նորմայի մեջ։ Օրինակ, եթե գանք էլի այդ մարմնական ցանկություններին, ասենք սեռական նույնիսկ եթե ասենք, իհարկե դա միայն ընտանիքում։ Ընտանիքից դուրս դա մեղք է, ընտանիքում, բայց դուրս էլի մեղք է, այսինքն պետք է հասկանանք, որ դեպքում է, որ դա ճիշտ է։ Մենք պետք է Աստծո խոսքով գնանք ու կարողանանք մենք որտեղ է որ պետք է թողենք, որտեղ է որ պետք է սանձը ուղղորդել ու սանձել, այսինքն պետք է կառավարվենք մենք։ Գիրք եզրույթը հաճախ առաջին հերթին կապում ենք սեռական ցանկության հետ, ոնց որ նոր խոսում ենք, բայց չէ որ այդ ցանկությունը բնական մարդկային զգացմունք է։ Ինչի է հենց ինչով է վտանգավ, որ այդ երևույթը, որ սեռական ցանկությունը, ասենց ասած, գիրք է դառնում։ Սեռական ցանկությունը շատ բնական է։ Մարդը, երբ որ հասունացման տարիք է գալիս, սկսում է իր սեռական հասունացման այդ process-ը, ու ինքը սեռական ակտիվ է, այսինքն ցանկությունը կա, բայց եթե մարդը ամուսնացած չի, ինչ էլ անի, դա մեղք է լինելու։ Այսինքն իհարկե մի կողմից լավ է ինքը ամուսնանա, չսպասի տարիներ ու տառապի, եթե քրիստոնյա է, բայց դա մեղք է լինելու ամեն դեպքում։ Ասենք ինքնաբավարարումն է մեղք, ուրիշի հետ այդալ սեռական հարաբերությունն է մեղք, ամեն ֆորմատով դա մեղք է։ Բայց երբ որ մարդը ամուսնանում է, ու երբ որ ամուսնացած վիճակում է ծուր մտքեր ունի, կրկոտվել է ես իմ ինչի հակում ունի ինչ որ մի բանի, ասենք, չգիտեմ, մի հատ արտիստուհու, չգիտեմ, մի հատ արտիստ եւ մարդկային բաները կարա շատ տարբեր լինի։ Դա էլ է մեղք, դա ավելի շատ մեղք է։ Այսինքն մարդը պետքա բավարարվի իր ընտանիքում, այլ ոչ թե եթե սեռականի մասն ենք ասում։ Եթե ներել չներել, եթե մնացած մարմնի մեղքերի մաս կամ ցանկությունների մասին ենք ասում, ոնց որ Գաղատացիս 5-րդ գլխի 16-17-ից արդեն թվարկվում է, չէ՞։ Ասենք կռիվ, վիճաբանություն եւ այլն, այստեղ պետքա մարդը հասկանա, որ դա այն ցանկությունը չի, որ պետքա բաց թողի ինքը, այլ պետքա հասկանա, որ ոչ, դա իրան ավելի ցածրացնելու է, իր վիճակը գցելու է ավելի վատ վիճակի մեջ անգնելու։ Որտեղ պետքա ինքը կառավարվի, պետքա հասկանա, որ որտեղ իրավունք չունի։ Ոչ ընտանիքում իրավունք ունի, ոչ միտեղ իրավունք ունի։ Այսինքն չներել, վրեժ լուծել, դա որևէ տեղ դա դրական չի կարա լինի։ Ուղղակի բաներ կա, որ քրիստոնյա կյանքում պետքա բացառվի։ Ինքը պետքա ընդունի որոշում, որ իմ կյանքում պետք է բացառվի, ես ինչ որ մեկից վրեժ լուծեմ։ Օրինակ բացառվի, որ մեկին չներեմ, մեկին կոպտեմ, անպատվեմ, վատ բառ ասեմ, բաներ կա, որ էլ մեր կյանքում որևէ գործածություն պետք է չունենա դա։ Բայց բնականորեն, ճակերտներով բնականորեն, որտեղ դա Ադամից են ժառանգել, ուզում է մեր միսը, դա ուզում է անի։ Այստեղ մենք պետք է ասենք, որ ոչ, չկա այդպես բան։ Այսի իմ հաջորդ հարցի մասամբ պատասխաններ, գիրքը ուրիշ ինչ երևույթների եւ զգացումների հետ է կապված։ Դե կռվել, վիճաբանել, վրեժ լուծել։ Իհարկե, դե ցանկությունը ինքը նեյտրալ է, ոնց որ ես ասեցի, ինքը տարբեր արտահայտության ձևեր կարա ունենա, թե լավ, թե վատ։ Դրա համար դա կարա ունենա շատ բաների հետ կապվածություն կամ ասենք, բայց մարդու գործն է ըստ Աստվածաշնչի հասկանա ինչը կարելի է, ինչը չի կարելի ընդունի որոշում։ Ինքը խնդրի Աստծուց, որ ինքը կառավարվող լինի, այլ ոչ թե ինչ, որ ասում է խելքը բրդի դա էլ անի։ Մանավանդ այդ մսի ցանկությունը կամ այդ մարմնի այն ցանկությունները, որ թվում է թե բնական է, բայց դրանք բնական չեն։ Դրանք մեղքին տանող ցանկություններ են։ Ու որևէ դեպքում, օրինակ ես որոշ վատ, սխալ
ուսմունքներ եմ լսել, որ օրինակ, չգիտեմ, չներելուն ասում են չներելու դև կամ, չգիտեմ, նման բաները դա որևէ տեղ չունի, դա մեղք է ուղղակի։ Հա։ Այսինքն պետք չի հեշտ լուծում, ասենց ասած, դրան տրվի, որ հա, ես ուրեմն ազատագրման կարիք ունեմ, աղոթեք, որ այդ դևերը իմ մեջից հելնեն։ Այստեղ էլ պետք չի խառնենք։ Միգուցե այդ դևերի հետ կապված դրա առանձին թեմա է, բայց որոշ դեպքերում լսում եմ Մեծևի կարծիքներ, որ չի համապատասխանում Աստվածաշնչին։ Դա ուղղակի մեղք է։ Դա մեղք է ուղղակի, որը որ պիտի չանես, դա մարմնի մեղքերն են ուղղակի։ Ու մարմինը միշտ է փորձելու դա անի։ Բայց եթե մարդը սովորություն չունի, այսինքն ինքը հետ է վարժում իրան դա անելուց, իր համար ավելի հեշտ է լինում կյանքը։ Հա։ Բայց այն մարդը, որ սովորության համաձայն միշտ անում է, դա սովորություն է դառը։ Օրինակ գոռալ երեխու վրա, գոռալ կնոջ վրա, գոռալ, միշտ գոռալով է։ Ասում ես, դա լավ չի, հա, ես գիտեմ լավ չի, բայց էլի գոռում եմ։ Դա դառնում է սովորություն, դա ճիշտ չի։ Նորմալ հարաբերություն չի։ Հետո այդ մեղքից ազատագրվելն է դժվար։ Հետո պետք է այդ սովորությունը դու հետ վարժվես, այսինքն դա մի օրվա բան չի, դա պետք է քիչ չանես, չընդունես որոշում, վերջել հետ ես վարժվում, սովորությունից հետ ես վարժվում։ Իհարկե Աստծո օգնությամբ։ Բացասական ցանկությունները ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ անձի ցանկություններ ասելով գիրքը, հա, այդ։ Դա ցանկություններ հենց իմիջիալից Աստվածաշունչում ավելի շատ ցանկություն բառն է գրած, քան գիրք բառը։ Հա։ Ու համենայն Ուժգին, ասենք ասենք, հա։ բացասական ուժգին ցանկությունը ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ անձի հոգևոր ու սոցիալական վիճակի վրա։ Ավելի վատ հետևանքներ է բերելու, այսինքն մարդը մեղանչելու է, մարդը չի կարալու դուրս գա այդ չմեղանչելու, այսինքն մեղանչելու է միշտ։ Ինքը ուզենալու է, հասկանալու է, որ դա ճիշտ չի, բայց միշտ դրա մեջ ալնելու։ Այսինքն դրա համար մարդը ինքը պետքա ֆիլտրի, որ ցանկությունն է ճիշտ, որ ցանկությունն է սխալ։ Ու ընդունի որոշում, որ սա իմ համար չի, քանի դեռ ես ամուսնացած չեմ, սեքսուալ որևէ ձևի ցանկություն ես չեմ կարա այդրա մեջ լինեմ, որևէ ձևի, դա իմը չի։ Բայց իհարկե տառապելու է, որովհետև ներսից հորմոնալ փոփոխություն մարմինը պահանջելու է իրանը, բայց դե ոչ։ Այ ինչպես կարող մարդը պայքարի դրա դեմ, քանի չի ամուսնացել, ասենք, սեռական ցանկության դեմ։ Ես ոնց հասկանում եմ, ամենակարևորը որոշում ընդունելն է։ Աստծո հետ որոշում ընդունելը, որ ես դա չեմ անելու։ Հա։ Միգուցե 1-2 անգամ սխալվի, հաստատ մարդը նես չի, որ մի անգամից ամեն հարցերը լուծվում է, բայց լավագույն ձևը Աստվածաշունչն ասում է, թե վարվում ես, ամուսնացի։ Այստեղ այնքան պարզ է։ Բայց ինչն է, ասենք, զարմանալի, որ որոշ սեռական մեղքեր նույնիսկ ամուսնացելը դեռ կարան վատ իմաստով հետապնդեն այդ մարդուն։ Հա։ Դրա համար ընդհանրապես մենակ սեռականը չի, ընդհանրապես մարդը ինչքան մխրճվում է մեղքերի մեջ, Աստծո զորությամբ ինքը ազատվի էլ, այդ մխրճված մեղքերը իրան հետապնդելու են։ Օրինակ, եթե մարդը օրինակ 20 տարի ալկոհոլի մեջ է եղել, ամենօրյա ռեժիմով, կամ թմրամոլ է եղել, կամ ման է եկել, սեռական եթե բան, ման է եկել մի, այդ իրան հետապնդելու է, շատ դժվար է լինելու այդ սովորությունից դուրս գալ, նույնիսկ ամուսնացել է։ Դրա համար միջև ամուսնանալը լավ է, որ մարդը մեղքերի մեջ չմխրճվի։ Օրինակ շատ երիտասարդների մոտ ես կոչնել է երիտասարդներին, որ ինչքան մխրճվեցիք մեղքերի մեջ, այնքան դժվար ալնելու հետո, նույնիսկ ամուսնանակ դժվար է լինելու։ Ոչ թե որ ամուսնությունն է սխալ լինելու, ոչ, ուղղակի բաներ կա քեզ հետապնդելու են։ Ման գալը, ուրիշ բան փորձելը, չգիտեմ, նման բաներ։ Խաղամոլությունը, կրքի հետ բայարք է կապված բանա, որ մարդը չի կարող իր ազարտը կոնտրոլ անի։ Դրա համար որոշ բաներ
Այն գլխից մենք մեր եկեղեցում ընդունել ենք որոշում, որ ces բաներ անել չի կարելի։ Դրա համար մարդը ինքն էլ պետք է նայի, ինքը ինչ հակումներ ունի։ Ինքը պետք չի ուրիշներին նայի։ Որտեվ սահմանները, այդ կամ որոշումները, երբ որ մենք ընդունում ենք, կարա տարբեր լինի։ Օրինակ ես կարող եմ որոշում եմ ընդունել կյանքում, էսի չանեմ, մեկ ուրիշի համար դա սովորական բան է, ինքը ավտոմատ չի անում։ Բայց իմ համար դա խնդիր է։ Ուրիշ բանն էլ իմ համար է, որևէ ես քիչ եմ էլ մտածում դրա մասին, այդ մարդը չարչարում է։ Համար սահմանները, այդ կարմիր գծերը, ամեն մարդ ինքը հասկանա, ըստ Աստվածաշնչի, այ որտեղ է իմ կարմիր գծը։ Մարդը չի գիտակցում, ինքը վիճում է։ Ինքը առաջել է վիճել, հմել է վիճում։ Հմել քրիստոնյաների հետ է վիճում։ Ինչ որ մի հատ լավ հոգևոր թեմաների մեջ է վիճում։ Չի հասկանում, որ դա այն հնից եկած հետապնդող մեղք է։ Վեճը որևէ ձև տեղ պիտի չունենա հոգևոր մարդու կյանքում։ Ինչի վիճես։ Կարծիք կարաս ասես, բանա վիճել էլի մի քիչ ուրիշ կարծիք ասես, բայց վերածել վեճի, դա դա արդեն։ Աստվածաշունչը բազմիցս զգուշացնում է մարմնական ցանկությունների մասին եւ հորդորում հոգով սպանեք մարմնի գործերը։ Այո։ Սա զուտ մարդկային գործողությունների հարց է, այսինքն կամքի ուժ, տոկունություն, թե Սուրբ Հոգու հետ համագործակցության արդյունք։ Սուրբ Հոգու հետ համագործակցության արդյունք է։ Երբ որ մարդը Սուրբ Հոգուն վայելում է, Սուրբ Հոգու հետ է, ավելի Սուրբ Հոգու ասածներն է կատարում, ինքը զբաղված է ուրիշ գործերով։ Իր ցանկությունները ուղղում է դեպի Աստծուն ծառայելու, դեպի մարդկանց ավետարանելու, դեպի ատեղաողում։ Իսկ այն մարդը, որ ասենք հոգևոր Սուրբ Հոգու հետ իր հարաբերությունները չի խորացնում, դրանով զբաղված չի, իր համար ավելի դժվար է անելու։ Սա է։ Քիչ առաջ խոսում էինք, ասենք դեմ կանգնելու, պայքարելու մասին, ասենք սեռական կիրքը լինի, թե սա էլ է Սուրբ Հոգու հետ համագործակցության հնարավորություն, որպեսզի մարդը կարողանա դեմ կանգնել։ Ամեն ինչն է, տեղ գրած է, էլի Գաղատացիս գրքում է գրած ու ոչ միայն։ Ամեն ինչն է, բոլոր այդ մարմնի կամ մսի այդ ցանկությունները, բոլորն էլ կարան ոտնահարվեն, ասենց ասեմ, կամ դրա տեղը մարդը իր ցանկություններն ուղի Աստծուն ծառայելու մեջ, աղոթների մեջ, Աստծուն ծառայելու մեջ, ինքը ակտիվ է արդեն իր ցանկությունները, հետո լցվում է Սուրբ Հոգով, Սուրբ Հոգուց ներշնչվում է, ուղղորդվում է, դա ավելի ուրիշ տեղ է մարդուն տանում։ Կարելի է ասել, որ մարդը տեղափոխվում է մի հատ ուրիշ դաշտ։ Այո։ Իրեն մարմնի դաշտից տեղափոխվում է, բայց մարմնի կամ այդ մսի ցանկությունները միշտ է հետապնդում մարդուն, միշտ չկա տես բա մարդ այնքան հոգևոր է, որ էլ մարմնի ցանկությունները որևէ ձև չեն ալու։ Ոչ, միջև մեր կյանքի վերջը, այս երկիր մոլորակի վրա, մենք մարմնի հետ կռիվ ունենք տալու։ Մեր հիմնական մարտը դա է, որ մարմնի ցանկությունները մենք ճնշենք մեր հոգևոր, ասենք, Սուրբ Հոգու հետ հարաբերություններով։ Այսինքն ես մի անգամ էլ ուզում եմ ճշտել, որ եթե մարդը սպասում ունի, որ այս կամ այն ցանկությունը, ասենք, մեղավոր ցանկությունը, որ իր մեջ կա, որ մի օր վերջնականապես դադարելու է, ինքը էլ չի զգալու, դա չի լինելու։ Ոչ, չի լինելու։ Դες բան չկա։ Ավետարանը որևէ տեղ այդ բան չի ասում, որ սպասեք, գալու է պա, եւ դուք որևէ ձևի մարմնի ցանկություն չեք ունենալու։ Դες բան չկա։ Այլ ընդհակառակը ասում է, որ մենք պայքարենք։ Այդ մարտն է, մենք որ հաղթենք, մենք հաղթող ենք։ Մենք կարանք հաղթենք։ Էլ եմ ասում, որոշ բաներ կա, այնպես չի, որ ամուսնանալուց հետո դադարում են։ Ու հələ մարմնի ցանկությունների ցուցակ, երբ որ նայում ենք, այդ ցուցակը այնտեղ շատ բաներ կա, որ եթե ոչ բոլորը, ամուսնությունից հետո էլ է նույն այդ ցուցակը։ Այսինքն միշտ է այդ ցուցակը։ Այսինքն ամուսնանալ, չամուսնանալը չի շատ հարցերում, որոշ բաներ իհարկե դնում է իր տեղը, բայց մենակ դա չի։
մարդը կարա ունևորը լինի, բայց շատակերության մեջ լինի։ Այսինքն ինք իր աշկը լտրանից չկշտանա, մի հատ էլ էս բլյուդը, մի հատ էլ այն բլյուդը։ Կամ մարդը կարա ամուսնացած լինի, բայց աշկը ուշքը միտքը ուրիշ տեղ է։ Որտեվ կերակրում է դրան ուրիշ բաներով։ Մարդը կարա ճիշտ եկեղեցում լինի, ճիշտ ընտանիք ունենա, բայց ուշքը միտքը, այսինքն միշտ այդ պայքարը կա։ Ինքը պետք է հասկանա, որ Սուրբ Հոգու պտուղն է, այսինքն Սուրբ Հոգու հետ պետք է իր հարաբերությունը լավացնի, մերձենա, մեկկանա Աստծո հետ, որպեսզի կարողանա հաղթի։ Ուրիշ ձև չկա։ Եփեսացիս թղթի 4-րդ գլխում ասվում է հանեք հին մարդը, որ ապականված է ցանկություններով եւ հագեք նոր մարդը։ Այո։ Այ ո՞նց է կատարվում այդ հին մարդը հանելու, նոր մարդը հագնելու ընթացքը քրիստոնյայի կյանքում։ Դա մարդը, երբ որ կարդում է, սերտում է Աստծո խոսքը, մարդը ինքը արդեն պատկերացնում է ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Ես շատ հաճախ տենց օրինակ եմ բերում, ասենք մեր նկուղները կամ մեր ասենք ինչ ասեմ, մեր այն տեղերը, որտեղ դրված է տարբեր բաներ։ Պահոցները, հա։ Ժամանակ առ ժամանակ այդտեղ պետք է շաբաթօրյա կարվի։ Ասենք մա նայվի, ինչն է պետք, ինչը պետք չի։ Եթե դա չարեցիր, դուռը էլ չես կարելու բացես, այնքան լիքն ալնելու։ Հիմի մարդը ինքը պետք է իր կյանքը, իր անելիքը, սովորությունը, վերջը առօրյան, ինքը մեր պետք է շաբաթօրյա կանի։ Ու միշտ դա պետք է անի, ժամանակ առ ժամանակ դա անի։ Սա իմ կյանքում կա, դա ճիշտ է, սխալ է, ես ընդունում եմ որոշում սա չանեմ էլ։ Էդի նշանակում է դու դա հանում ես, ըտրատեղը բա ինչ եմ անելու, դա էլ հագնում ես։ Օրինակ իմ դուրը գալիս է, որ մարդը Հիսուսի սիրով լցված է։ Այո, ավելի լավ չէ՞ թե հագնեմ ես։ Կամ ավելի ողորմած է, կամ ավելի հեսա, այսինքն այն բաները, որ պիտի հանի, այսինքն հանել նշանակում է նախ ճանաչես, դիագնոստիկա լինի, հասկանաս, որ դա սխալ է։ Օրինակ մարդ կա քրիստոնյա ու քիչ տարիների չի, երբ որ կողից ասում ես, որ դա ճիշտ չի, դասում շատերն են անում։ Ավելի շատերն են անում, բայց դա սխալ է։ Այսինքն դու նախ օրինակ երբ է լինում հիվանդը, որ այդում է, որ դիագնոստիկային անում, ասենք ասում են Աստվածոչյանի, ասում են ռակա կամ բանա, ռակա, ինքը ասում է, հա, շատերի մոտ կա էլի նորմալ է։ Ոչ մեկ է ձև չի անում։ Այսինքն շատերն են անում, քչերն են անում, ինչ կարևոր է։ Եթե սխալ է, եթե Աստվածաշնչով տենում ես դա սխալ բան է, դա պետք է հանես ու դուրս շպրտես քո կյանքից։ Ու հագնես այն բաները, որ Աստվածաշունչը ասում է հագի։ Սա է հանելն ու հագնելը։ Այո։ Աստվածաշնչում կարդում ենք հոգու պտղի թվարկման մեջ ժուշկալություն եզրույթի մասին։ Սա մշտական հատկանիշ է, թե անընդհատ պետք է հետևի մարդը, որպեսզի այդ ժուշկալության մեջ մնա։ Ժուշկալությունը դա հոգու պտուղն է, որը որ միշտ պետք է մենք դրա մեջ լինենք։ Այսինքն մարդը ինքը պետք է իրան նույնիսկ ստուգի։ Օրինակ հավատացյալ մարդը ժամանակ առ ժամանակ սիրում է շախմատ խաղալ։ Շախմատ խաղալը որևէ ոչ հոգևոր բան է, ոչ էլ չեն կարող ասենք դա մեղք է։ Նա ուղեղը զարգացնող ինչ-որ խաղ է, որևէ, բայց ինքը իրան պիտի ստուգի հանկարծ ազարտի մեջ չընկնի։ Այսինքն ես մոտ պարզ օրինակ ես ասեցի, բայց ամեն ինչում էլ դրա համար մենք ժամանակ առ ժամանակ ծոմապահության մեջ ենք մտնում, որ որոշ բաներ հասկանանք, կարող ես կախվածության մեջ եմ։ Օրինակ, եթե ես օրինակ լսել եմ տենց արտահայտություն, ովքեր որ սուրճ են խմում, միգուցե ուրիշ բաներ էլ, տենց ես չգիտեմ, չեմ ասում ալկոհոլ, չեմ ասում ուրիշ բան, սուրճ։ Ասում եմ, թե մի օր չխմեմ, չեմ կարա։ Սկսում եմ գլուխս ցավալ էս, սկսում են, ահա, բայց դա արդեն առիթ է, որ մարդը մի հատ չհասկացա։ Հələ մի հատ ես ենթադրենք, մի ամիս չեմ խմելու ես։ Այսինքն ինքը իրան պարապում է, որ ինքը
կոնտրոլ ունենա։ Ժուշկալություն բառը դա է, որ դու կառավարվող ես։ Այնպես բանի մեջ չես, որ չես կարող մտի կոնտրոլ անես, հենց ասեմ, կամ վերահսկես։ Այսինքն ինքդ քեզ վերահսկման մեջ ես դու։ Ու դա շատ կարևոր բան է, այդ հասկացողությունը, եթե մարդը ժուշկալ է կամ ունի այդ պտուղը, դա շատ հենց դա է հոգևոր աճը, հենց դա է հոգևոր մարդը, հենց դա է։ Եթե չունի, էլի հանուն արդարության ասենք, որ նես չի, որ իր կյանքում, նույնիսկ ամենահոգևոր մարդու կյանքում կարա լինի մի հատ սխալվի, մի հատ պորտքես, մի հատ էս, բայց եթե ամենօրյա է կամ ռեժիմ է կամ սովորություն է, դա արդեն չկա էդի։ Դա համար դա կարևոր բան է, մարդը ինքը պետք է ընդունի որոշում, որ այո, ես պետք է կարողանամ որոշ բաներ ասեմ չէ։ Եվ իհարկե, ասենք ժուշկալությունը նաև մարդուն սովորեցնում է երևի հաղթահարել հոգևոր պայքարում։ Դե եթե մարդը կարողանում է ինքը իրան վերահսկի կամ կառավարվի, հոգևորում ինքը կգրանցի արդյունք։ Ավելի հեշտ կլինի հոգևոր պայքարը։ Բայց եթե ինքը այդտեղ չի կարող առաջ գնա, չի աճելու հոգևոր։ Ուղղակի չի կարալու։ Ինքը ինչ ուզեց, դա էլ անելու է, դա լավ չի։ Երեխային ինչ ենք մենք դաստիարակում, օրինակ ասում ենք կամակորություն ունի։ Հա։ Իմաստը ո՞րն է։ Այդ թողնեն երեխա է, ինչ է եղել։ Ուզում է դուր։ Ոչ, մենք ասում ենք, որ իր ուզած ինչ չլինի։ Հասկանա, որ բաներ կա չի կարելի։ Ամի բայց եթե երեխան մեծացել է, բայց էլ ինքը երեխա է, էլի կամակորություն ունի, էլի իր ուզածին է ուզում, այսի խնդրեմ անելու։ Դա համար կա ժուշկալություն հասկացողությունը։ Բարի, հոյ Արտուր, շնորհակալ ենք այսօրվա հաղորդման համար, պատասխանների համար, սիրելի հեռուստադիտողներ, հետևեք մեր հաղորդումներին, գրանցվեք մեր էջին, տարածեք այս հաղորդումները մարդկանց, ում որ ձեր կարծիքով պետքական կլինեն այս հարցերի պատասխանները։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեր հաղորդումներին, գրեք ձեր հարցերը մեր հաղորդման ներքևում, մենք կպատասխանենք։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։ Աստված